Փառք Հիսուսին, շնորհակալ եմ, ինչպես ռուսականի սկզբում ասեցի, նույնպես հիմա կասեմ, որ այո, իմ համար պատիվ է ծառայել ձեզ, ծառայել Աստծո խոսքին եւ իհարկե թույլ տալ, որպեսզի Սուրբ Հոգին խոսի մեր սրտերի միջոցով իր խոսքի զորությունը գործի, ոչ թե մարդկային իմաստությունը կամ չգիտեմ, ինչ որ մարդկային բան։ Աստծո ամենափոքր գործն էլ ավելին է, քան մարդկային ամենամեծ բաներ։ Դրա համար թող Սուրբ Հոգին գործի, թող Սուրբ Հոգին խոսի մեր սրտերի հետ։ Մենք էլ մեր սրտերը բաց անենք լսելու այն ինչ որ Աստված ունի մեզ ասելու, մեր սրտերին խոսելու։ Ես նույնիսկ մեկ ասում եմ, եթե քո սիրտը բաց է, նույնիսկ եթե իմ խոսքի թեման ընդհանրապես իմ խոսքի թեմայի մեջ չի մտնում այն ինչ որ Աստված ուզում է, մեկ Աստված կխոսի քո սրտի հետ։ Դրա համար մեր սրտերը թող բաց լինեն, որպեսզի Սուրբ Հոգին գործի եւ խոսի մեր սրտերում։ Ալելույա, փառք Տիրոջը։ Ուրեմն ես նույն խոսքն եմ խոսելու, որը խոսեցի ռուսական ծառայության ժամանակ, որը գրված է Ծննդոց գրքի 22-րդ գլխից, բոլորից շատ ծանոթ, շատ անգամ լսած, շատ անգամ նույնիսկ երբեմն քարոզված հատված, որը ուզում եմ մի անգամ էլ նայենք ու որոշ բաների վրա ուշադրություն դարձնենք։ Եվ եղավ, որ այս բաներից հետո Աստված փորձեց Աբրահամին եւ ասեց նրան. Աբրահամ, եւ նա ասեց. ահա ես։ Եվ նա ասեց. ար քո սիրած մեկ հատիկ որդիդ Իսահակը եւ Մորիա երկիրը գնա եւ այնտեղ նրան ողջակեց արա այն սարերից մեկի վրա, որ ես քեզ կասեմ։ Եվ Աբրահամը առավոտյան կանուխ վեր կացավ, իր էշի համետը դրեց եւ վեր առավ իր հետ երկու ծառաները եւ իր որդի Իսահակը եւ ողջակեզի փայտը ճղեց եւ վեր կացավ գնաց այնտեղ, որ Աստված իրեն ասել էր։ Եվ երրորդ օրը Աբրահամն իր աչքերը բարձրացեց եւ հեռվից տեսավ այնտեղը եւ Աբրահամը ասեց իր ծառաներին. դուք այդ էշի հետ այստեղ մնացեք եւ ես եւ տղան մինչեւ այնտեղը գնանք եւ երկրպագություն անենք եւ ձեր մոտ ետ կդառնանք։ Եվ Աբրահամը առավ ողջակեզի փայտը իր որդի Իսահակի վրա դրեց եւ ինքը իր ձեռքը առավ կրակը եւ դանակը եւ երկուսը մեկտեղ գնացին։ Եվ Իսահակը խոսեց իր հայր Աբրահամի հետ եւ ասեց. հայր իմ։ Նա ասեց. ահա ես որդիս։ Եվ նա ասեց. ահա կրակը եւ փայտը, բայց ուր է ողջակեզի համար գառը։ Եվ Աբրահամը ասեց. Աստված կտեսնի իր գառը ողջակեզի համար ողջակես։ Եվ երկուսը միասին գնացին։ Եվ այլն շարունակությունը գրված է եւ եկան եւ այլն մի քիչ հետո կխոսամ այդ մասին։ Բայց ուզում եմ նախ ձեր ուշադրությունը դարձնեմ առաջի խոսքերի վրա, որ գրված է եւ եղավ, որ այս բաներից հետո որ Աստված փորձեց Աբրահամին եւ ասեց նրան Աբրահամ եւ նա ասեց եւ այլն։ Աստված փորձեց Աբրահամին։ Երեք շատ անգամ, երբ որ առաջի անգամ, երբ որ կարդում ես այդ հատվածը, միգուցե հարցեր են առաջանում, հետո երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ եւ շատ անգամ որ կարդում ես, արդեն դառնում է սովորական մի պատմություն քո համար այս խոսքերը եւ կարծես անցնում ես առանց ուշադրություն դարձնելու խոսքերի վրա, որոնք գրված են ստեղ։ Նույն բանը գրված է Եբրայեցիս 11-րդ գլխի 17-րդ խոսքում, որտեղ ասում է. հավատքով Աբրահամը Իսահակին պատարագ մատուցրեց, երբ որ փորձվեց միացնին մատուցան մեր նա, որ խոստմունքը ընդունել էր։ Երբ որ փորձվեց։ Ես 5 բան եմ ընդգծել այս հատվածի մեջ, ուզում եմ այդ 5 բաները այսօր մենք նայենք եւ վերցնենք մեր համար։ Համար առաջի բանը, որ ես ուզում եմ այսօր ուշադրություն դարձնենք, մենք որպես Աստծո ժողովուրդ, մենք որպես Աստծո մարդիկ, մենք որպես ժողովուրդ, որոնք կարող են համարձակորեն միգուցե ասել, մենք ճանաչում ենք Աստծուն, որովհետև կարդում ենք Աստծո խոսքը, գիտենք Աստծո խոսքը, ի տարբերություն շատ մարդկանց, ովքեր չեն ճանաչում, մենք կարիք ունենք ճանաչելու Աստծուն այնպիսին, ինչպիսին Աստված իրան ներկայացնում է իր խոսքի մեջ ամբողջությամբ կարդալով Աստծո խոսքը։ Գիտեք, շատ դժվար է Աստծուն ճանաչել մի խոսքի կամ մի հատվածի կամ մի պատմության միջոցով։
Շատ պատմություններ կան Աստվածաշնչի մեջ, նույնիսկ մարդիկ կան, որ երբ որ կարդում են հին ուխտը եւ հետո կարդում են նոր կտակարանը, նույնիսկ այսպիսի արտահայտություններ են անում, ասելով, գիտեք, հին ուխտի Աստված եւ նոր կտակարանի Աստվածը, դրանք տարբեր Աստվածներ են։ Չգիտեմ լսել եք թե չեք լսել, բայց կան մարդիկ, որ նույնիսկ այսպիսի արտահայտություններ են անում, որովհետեւ շատ տարբեր բաներ են տեսնում։ Շատ տարբեր գործելակերպեր են տեսնում եւ իրանց թվում է թե դրանք լրիվ տարբեր աստվածներ են։ Եվ մարդիկ կան, որ կարդալով Աստվածաշնչի մի հատվածը կամ մի դեպքը կամ չնայած կամ դառնա մեր կյանքի վրա, մեր կյանքի մեջ ինչ որ բանի հանդիպելով միանգամից սկսում են կարծիք կազմել Աստծո մասին։ Բայց շատ կարևոր է ճանաչել Աստծուն ամբողջությամբ։ Ամբողջ Աստվածաշնչի Աստծուն, ոչ թե մի հատվածի Աստծուն, ոչ թե մի պատմության Աստծուն, այլ ամբողջ Աստվածաշնչի Աստծուն։ Ու սրա համար ուզում եմ մի քանի տեղեր հիմա միասին նայենք, օրինակ Հակոբոսի թուղթ առաջի գլխի 13-րդ խոսքի մեջ մենք հավատում ենք, որ Աստվածաշունչը բոլորը Աստծո խոսքն է, չէ՞։ Տեսեք ինչ է գրված, ասում է ոչ ոք, որ փորձության մեջ է, չասի թե Աստծուց եմ փորձվում։ Որովհետև Աստված չար բանով չի փորձվում եւ ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Եթե մենակ այս երկու տեղը նայենք, ասենք, այս ինչ հետաքրքիր Աստվածաշունչա ձեր գիրքը ինքը իրան հակասում է։ Եվ ասեմ ձեզ, որ կարաք նման շատ տեղեր գտնեք, որ առաջի հայացքից թվում է թե Աստծո խոսքը ինքը իրեն հակասում է, բայց իրականության մեջ այդպեսին չի, որովհետև մենք պետք է ճանաչենք ոչ թե գրի թուղթը, ոչ թե գիրը, այլ այն հոգին, որը գործում է այդ խոսքի մեջ։ Մաղաքիայի 3-րդ գլխի 10 համարում Աստված մեզ այսպեսի մի խոսք է ասում։ Ասում է բոլոր տասանորդը տարեք գանձատուն, որ իմ տանը պաշար լինի եւ ինձ մի հատ փորձեք սրանով։ Ստեղ արդեն Աստված դառնում է ժողովրդին եւ եթե մի քիչ առաջ կարդում էինք այնտեղը, որ Աստված ասում է Աստված փորձեց Աբրահամին, ստեղ մենք կարդում ենք, որ Աստված ինքը եւ սա միակ տեղն է, որտեղ Աստված կոչ անում մարդկանց, ասում է հələ մի հատ ինձ փորձեք։ Ինչն է պատճառը, որ մենք պետք է փորձենք, ինչն է ստիպում, որպեսզի մարդը փորձի Աստծուն։ Այսօր մենք այսպիսի մի բան ունենք մեր կյանքի կամ առօրյայի մեջ կամ ծառայությունների մեջ, օրինակ մեր եկեղեցում այսպիսի սովորություն կա, որ երբ որ ինչ-որ մեկին ինչ-որ նոր ծառայության մեջ ենք ուզում դնենք, այդ մարդուն ասում են քեզի 1 կամ 2 ամիս կամ 3 ամիս փորձնական ժամանակ է տրված, որպեսզի տեսնենք դու կկարողանաս այդ ծառայությունը անես, հետո նոր քեզ կհաստատենք այդ ծառայության մեջ։ Եվ նման բաներ մենք տեսել ենք նաև որոշ ֆիրմաներում, գործի տեղում, երբ որ լուրջ ինչ-որ մեկին աշխատանքի են հրավիրում, ասում են քեզ փորձնական կամ իսպիտացիոնի սրոկ է տրված, որ տեսնենք դու կկարողանաս այդ գործը անես, թե ոչ։ Ինչի համար է այդ փորձնական ժամանակը, որովհետև մենք ի տարբերություն Աստծո մենք չգիտենք մարդկանց։ Մենք չգիտենք մարդու կարողությունը։ Կարող է մարդը գա, ասի, գիտես ինչ, ես կարամ անեմ, բայց ապարզվի, որ ինքը ոչ մի բան էլ չի կարող անի։ Մանավանդ մեր հայերի մեջ մի ժամանակ շատ տարածված մի անեկդոտ կար, ասում էին, ինչ կարաս, ասում են ամեն ինչ։ Ասում են, կարաս գլխի օպերացիան, հա, ասում եմ, մի հատ ցույց տուր անեմ։ Կամ այդ ձևը։ Այսինքն մենք ամեն ինչ կարանք, բայց երբ որ գալիս է գործնական պահը, պարզվում է, որ ոչ մի բան էլ չի կարողանում։ Եվ դրա համար պետք է փորձնական ինչի համար ճանաչելու մարդուն։ Նույնպես Աստված մեզ խորհուրդ է տալիս, ասում է մի հատ ինձ փորձեք, ինչի համար ճանաչելու համար Աստծուն։ Իմ խորին համոզմունքն է, որ Աստծուն ճանաչող մարդը երբեք այդ խոսքը չի կատարի։ Այդ խոսքը կկատարի այն մարդը, ով որ չի ճանաչում, եւ այդ խոսքը ուղղված է այն մարդուն, ով որ չի ճանաչում Աստծուն։ Ասում եմ, մի հատ փորձի, մի հատ ինձ ճանաչի, մի հատ իմ գործելակերպը տես ու վստահացիր, թե ով եմ ես։ Ու հիմա հետ դառնալով, մի քիչ հետ դառնալով Աբրահամի կյանքին հարց է առաջանում։ Արդյոք պետք էր Աստծուն փորձել Աբրահամին նրան ճանաչելու համար։ Իհարկե ոչ։ Աստվածաշունչը պարզ հստակ ասում է դու դեռ չծնված, ես քո բոլոր օրերը գիտեի։
Դու դեռ չես խոսացի, ես գիտեմ դու ինչ ես ասելու։ Դու չես աղոթի, Աստված արդեն գիտի քո, այսինքն Աստված ամենագետ Աստված գիտի ամեն բան։ Եվ այս առումով փորձել ինչ որ մեկին նայելու, տենալու, թե այդ մարդը կկարա անի, թե դա չի կարա անի, մի քիչ չի համապատասխանում Աստծո բնությանն ու Աստծո էությանը։ Ամեն։ Դրա համար ինչ եմ ասում, սրա համար խոսքը այս առաջի հատվածը ստենց կոչվում ճանաչիր քո Աստծուն, ճանաչիր ինչպիսին է Աստված, ցանկացած իրավիճակի մեջ, երբ որ Աստված խոսում է քո հետ, ցանկացած իրավիճակի մեջ, երբ որ դու հայտնվում ես, ճանաչիր քո Աստծուն։ Եվ նույն բանը շարունակելով կարամ ասեմ, որ Մատթեոսի ավետարանի 4-րդ գլխի մեջ գրված է, որ Հիսուսը Սուրբ Հոգուց անապատ տարվեցավ, որպեսզի փորձվի ումից Սատանայից, այսինքն իրական փորձիչը դա սատանան է եւ նրա փորձելու ամբողջ նպատակը սա է, որպեսզի մարդուն վնասի, գցի, ինչ որ չար բանի, ասենք պատճառի չար բան պատճառի մարդուն։ Նա է իրական փորձիչը։ Դրա համար ստեղից մի պարզ հետևություն համար առաջին, որ մեզ համար պետք է մեր կյանքի ցանկացած իրավիճակի մեջ, որովհետև մենք տարբեր եւ տարբեր իրավիճակների մեջ ենք հայտնվում։ Եվ այս վերջերս նույնիսկ մի հատ քույրիկ ինձ sense հարց է տալի, ասում է կան աղբեր, այսքան ծառայում եմ Աստծուն, բա որ Աստված ինձ սիրում է, ինչի ինձ չի պատասխանում։ Այսինքն մարդուն պետք է ճանաչել Աստծուն։ Եթե Աստված քեզ չի պատասխանում, դա չի նշանակում, որ Աստված քեզ չի սիրում։ Ճանաչիր քո Աստծուն։ Երկրորդը, շարունակենք պատմությունը։ Աստված Աբրահամին ասեց վերցրա քո մեկ հատ մինուճար որդին, այն որդին, որի մասին ես քեզ ասել էի, որը դու ստացար հավատքով, որին դու գերբնական ձևով ունեցար, որովհետև մենք գիտենք, որ Աբրահամն ու Սարան երկար ժամանակ երեխա չէին ունենում, եւ Աստված իրանց խոստացել էր, որ պետքա քեզ որդի տամ, որով պետքա սերունդ ունենաս, որի քանակը աստղերի չափ եւ ավազի չափ է լինելու, այսինքն չես կարա հաշվես։ Եվ Աստված ի կատար ածեց այդ իր խոստումը Աբրահամի կյանքում հրաշք ձևով, գերբնական ձևով։ Եվ վերջապես Աբրահամը ունեցավ այդ որդին։ Եվ երբ որ արդեն Աբրահամը ուներ այդ երեխուն եւ արդեն ինքը ուրախացել էր եւ այդ երեխով պարծենում էր եւ այդ երեխով արդեն երազանքներ էր կառուցում, մեկ էլ մի օր Աստված հայտնվում է եւ ասում է վերցրա այդ երեխուդ եւ զոհարա։ Ինչպիսի ռուսերեն ասած ռազաչիրավանիե։ Ես համոզված եմ, եթե դա մեր ժամանակում լիներ, մեզանից շատ քրիստոնյաներ հաստատ կասեին, մի րոպե, հաստատ Աստված չէր։ Հաստատ այս խոսքը Աստծու, հաստատ սատանայից էր, հաստատ մարդկային էր, բայց հաստատ Աստծուց չէր, որտեղ Աստված չի կարա այս ձև հակասի ինքը իրան, ասելով քեզի որդի պետք է տան, վերջապես տա, մեկ էլ ասի տար այդ որդուդ եւ զոհարա։ Գիտեք, այո, մեր կյանքերի մեջ մենք երբեմն հանդիպում ենք այնպիսի բաների, որ մեր խելքի եւ մեր հասկացողության մեջ դա ոչ մի կերպ չի տեղավորվում։ Ես տարիներ առաջ մի հետաքրքիր օրինակ եմ լսել։ Մենք շատ ենք լսել, չէ՞ օրինակներ, երբ որ վթարներ ա լինում, երբ որ բաներ լան, ոնց են, ասենք 1000, 100, չգիտեմ ինչքան մարդկանց միջից մեկ էլ մի հավատացյալ փրկվում է։ Այս վերջերս մի հատ ռոլիկ տեսա, ամառներ։ Ինչ որտեղ պաժար էր եղել, կավաշատերը տեսած լինեք, այդ պաժարը եկել էր, աղ վառել էր ու մի հատ նստարան էր մնացել, որտեղ հավաքվել աղոթք էին արում, այդ նստարանն ու իր շուրջ բոլորս կանաչ մնացել էր։ Ու մենք նման օրինակներ շատ ենք լսել, ոնց են մարդիկ մահացել, բայց այդ ավարիայի մեջ, ասենք մի հոգի եղել է կամ Աստվածաշունչը ու սաղը մնացել, բայց նաև կան դրա հակառակ օրինակները։ Ես մի անգամ մի հատ օրինակ լսեցի, որ ստեղ Տալիացեի մոտ ավարիա էր եղել, ավտոբուսը ավարիա էր տվել եւ այդ ավտոբուսի մեջ մի հոգի էր մահացել եւ այդ մի հոգին եղել էր հավատացյալը։ Ասեք դե պատկերացրա, կարաս դա տեղավորես քո հասկացողության մեջ։ Կամ ասենք նման այնքան օրինակներ կան, որ եթե մենք վերցնենք եւ փորձենք հասկանալ, մենք ասենք Տեր Աստված ջան, ոնց այդ ոնց եղավ։
Դրա համար առակած գիրքը մի խոսք է ասում 3-րդ գլխի 5-րդ խոսքում, ասում է Տիրոջը ապավինիր քո բոլոր սրտով եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Առակած 3:5 Տիրոջը ապավինիր քո բոլոր սրտով եւ քո հասկացողությանը մի վստահիր, մի ապավինիր։ Ինձ Աստված մեզ պատվիրաններ ա տվել եւ այսպիսի պատվիրան չի տվել ինձ հասկացեք։ Լսած կաք այդպիսի պատվիրան։ Ոչ, Աստծո պատվիրանը ինձ հավատացեք, ինձ վստահեք։ Բայց այդպիսի պատվիրան չկա, որ ինձ հասկացեք, որովհետեւ հասկանալ Աստծուն, հասկանալ նրա ճանապարհները, հասկանալ նրա խորհուրդները մեզ համար երբեմն, չեմ ասում միշտ, բայց երբեմն անհնարին է։ Եսայի մարգարեության մեջ 55-րդ գլխի 8-րդ խոսքում է գրված, ասում է, որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն, ասում է Տերը, այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, երկինքը նույնպես էլ բարձր են ճանապարհները ձեր ճանապարհներից եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներից։ Դրա համար մեզ ոչ թե պետքա ջանք անել ամեն բանի մեջ հասկանալ Աստծուն, այլ մեզ պետքա ջանք անել ամեն բանի մեջ վստահել Աստծուն։ Եվ նույն բանը կատարվեց Աբրահամի կյանքում, երբ որ Աստված Աբրահամին ասաց վերցրա քո միածին որդին մինուճարով եւ տար ինձ համար զոհարա, Աբրահամը հաստատ հարցեր ուներ ու շատ հարցեր ուներ Աստծուն տանելու, բայց գիտեք ինչ արեց, վստահեց Աստծուն եւ արեց այդ քայլը, վեր կացավ եւ գնաց։ Երկրորդ բանը, որի մեջ ուզում եմ վերցնենք, վստահիր քո Աստծուն, ճանաչիր քո Աստծուն, վստահիր քո Աստծուն։ Երրորդ բանը, որը տեղի ունեցավ շարունակության մեջ հագրված Եբրայեցիս թղթի, սա վերադառնամ այդ տեղին, որ երբ որ Աբրահամը իր միածին որդին բերեց 18-րդ խոսքի մեջ հագրված, ասում է, որ ասվեցավ թե Իսահակով քեզ զավակ կկոչվի, մտածելով թե Աստված կարող է մեռելներից էլ հարուցանել, ուստի օրինակի համարել ընդունեց նրան։ Երրորդ բանը, որ Աբրահամը սկսեց մտածել, այս ձև էր, ասում էր, գիտես ինչ, եթե նույնիսկ ես զոհեմ, եթե նույնիսկ այս երեխես Իսահակը մեռնի, ողջակեց անեմ, փոշին մոխիրը մնա նրանից, եթե Աստված ինձ ասել է պետքա քեզ նրանով սերունդ տամ, ուրեմն Աստված հավատարիմ է լինելու իր խոսքին եւ նրան հարություն է տալու։ Գիտեք, երրորդ բանը, որն է մեր կյանքի մեջ, որ մենք պետքա նկատի ունենանք, Սաղմոսների 119-րդ Սաղմոսի 68-րդ խոսքում ագրված, ասում է, բարի ես դու եւ բարի անող, ով է մեր Աստված, ինչպիսին է մեր Աստված, ասում է, բարի ես դու եւ բարի անող, ասում է, ամեն բարի տուր եւ ամեն բարի պարգև վերից է երկնքի հորից է, նրա բոլոր գործերը, Հիսուսին մի անգամ ասին բարի վարտապետ, ասեց չկա մեկը բարի միայն Աստված, միայն նա է բարի, ամեն բարի բան նրանից է գալի, ամեն լույս նրանից է գալի, եւ Աստծո բոլոր խորհուրդները, բոլոր ծրագրերը, բոլոր կամքը մեր համար բարին, հաճելին եւ կատարյալն է։ Եվ սա մեզ պետք է ընդունել մեր կյանքի տարբեր իրավիճակների մեջ։ Մարկոսի ավետարանի 10-րդ գլխի 29-30 համարներում Հիսուսը մի այսպիսի բան է ասում է, Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց, ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ ոք չկա, որ թողեց տուն, կամ եղբայր, կամ քույր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ արտեր ինձ համար կամ ավետարանի համար։ Հիմա եկեք այս հատվածի վրա կանգ առնենք։ Ասում է, չկա մեկը, որ թողեց։ Գիտեք, թողել ինչ որ բան, թեկուզ նաև Աստծո համար, թեկուզ նաև ավետարանի համար, դա հաճելի, ասենք, բան չի մեր համար, դա կորուստ է մեր համար։ Դա ինչ որ բանից զրկվել է, դա ինչ որ բաներից հետ քաշվել է, դա ինչ որ բաներ կորցնել է, ամեն, եւ դրա մեջ ուրախանալի բան չկա, ասել, վայ, ես ինչ լավ է, թողեցի իրան, չէ։ Դա մեզ համար ցավ է պատճառում, դա մեզ համար մեզ նեղություն է պատճառում,
Ոչ մեկ ուրախությունով չի թողում, այլ դժվարությունով է թողում, ինչի համար որտեվ սիրում է, որտեվ հարազատ է իր համար։ Բայց Աստված այսպեսի մի խոսք ասում է, եթե դու նույնիսկ թողես, եթե նույնիսկ դու զրկվես, լավ իմացիր, իմ ծրագիրը ոչ թե քեզ զրկելն է, այլ շարունակության մեջ ասում է, որ հարուրապատիկը հիմա չառնես այս ժամանակի մեջ։ Այսինքն Աստծո ծրագիրը ոչ թե մեզ զրկելն է, ոչ թե մեզ նեղելն է, ոչ թե մեզ ինչ-որ բանից պահելն է, այլ Աստծո ծրագիրը մեզ օրհնելն է, հարուրապատիկ անգամ, ավելացնելն է։ Մենք պետք է ճանաչենք ինչպիսին է մեր Աստված, ինչպիսին է նա, ինչպիսին է նրա բնությունը։ Աստված ամեն բան անում է մեզ օրհնելու, մեզ բարի անելու համար, մեզ ավելացնելու համար։ Եվ եթե նույնիսկ մեր կյանքի մեջ, որոշ իրավիճակների մեջ, ինչ որ բաներից զրկվում ենք, ինչ որ բաներ մեր կյանքից հեռացվում է, ինչ որ բաներ, եկեք մենք թույլ չտանք մեր մտքին կամ մեր դատողությանը մի անգամից դուրս գալու մեղադրելու Աստծուն։ Բա Տեր Աստված, բա դու ասել էիր քեզ պետք է օրհնեմ, բա ինչի՞ է գործերս վատ։ Մի անգամ մի հատ քույրիկ եկավ ասեց, ասել եք 10-րդը տան պիտի օրհնեմ, ես 10-րդը տալիս եմ, գործերս ավելի վատ ա լինում։ Մարդկանց մեջ հարցեր ա բարձրանում, բա ինչի Աստված իմ, որովհետև մարդիկ սպասում են, որ մի անգամից ամեն ինչ իրանց համար պարզ, հասկանալի լինի, բայց ոչ, եկեք թույլ տանք Աստված գործի։ Եթե Աստված ինչ որ բան է անում իմ կյանքի մեջ, դա դեպի բարին է։ Ինչպես նրա խոսքն ասում, որ ասում են Աստծո սիրողներին համար ամեն բան բարին է գործակից լինելու։ Սա Աստծո ծրագիրն է։ Կարող այդ պահին ես չեմ հասկանում։ Միգուցե այդ պահին ես զգում եմ զրկանք, միգուցե այդ պահին ես զգում եմ դառնություն, նեղություն, ասում եմ Տեր Աստված, ինչի՞ պիտի սա իմ հետ կատարվեր։ Թույլ տուր Աստծուն գործելու քո կյանքի մեջ եւ վստահիր նրան եւ հավատա, որ Աստծո ծրագիրը քո համար դեպի բարին է։ Ամեն։ Շարունակենք։ Տերը բարի է եւ բարիանող։ 4-րդը շոտիկի հարց առաջանում։ Լավ, եթե Տերը ճանաչում ենք, վստահում ենք, բարիանողը, բա լավ, ինչի համար այդ արեց։ Ինչի համար Աբրահամին ասեց, Աբրահամ զոհիր քո միածին որդուդ։ Ինչն էր պատճառը, որ Աստված այդ քայլին դիմեց Աբրահամի կյանքում։ Գիտեք, որ Աստծո խոսքը համար առաջի պատվիրանով է հիշում, որ Հիսուս ասեց, որն է առաջի պատվիրանը, ոչ թե 10 պատվիրաններից, այլ ամենագլխավոր պատվիրանը։ 12:30 Մարկոս։ Եվ սիրիր քո Տեր Աստծուն բոլոր սրտովդ, բոլոր անձովդ, բոլոր մտքովդ, բոլոր զորությունովդ։ Սա է առաջին պատվիրանը։ Ինչպես է Աստված ուզում, որպեսզի մարդը իրան սիրի, իր ամբողջ զորությունով, իր ամբողջ կարողությունով, իր ամբողջ էությունով։ Եսայի մարգարեության 48-րդ գլխի 12 համարում, նույն բանը գրված է նաև հայտնության առաջի գլխի 10-րդ խոսքում, ես մեկը կկարդամ 48-ի 12-ը, այսպես է ասում, լսիր ինձ, ով Հակոբ եւ իմ կանչած Իսրայելը, ես նույնն եմ, ես առաջինն եմ եւ հենց վերջինն էլ ես եմ։ Նույն բանը Հիսուսն է ասում, երբ որ հայտնվում է Հովհաննեսին, ասում է ես եմ ալֆան եւ օմեգան, առաջինը եւ վերջինը։ Ով է մեր Աստված։ Աստված ասում է, ես քո կյանքի մեջ պետք է լինեմ ամենաառաջինը։ Եվ դու ինձ պետք է սիրես ամենից ավելի։ Հիսուսը ասեց, եթե ինչ որ մեկը ինձ սիրում է ավելին, ինչ որ մեկին սիրում է ավելին, քան ինձ, նա իմ հետևից գալու արժանի չի։ Ինձ արժանի չի։ Մի ուրիշտեղ դաժան մի քիչ ավելին ինձ մեր համար ռադիկալնի է ասում է, եթե չատես քո հարազատներին եւ չթողես իմ հետևից չգաս, դու ինձ արժանի չես։ Նույնիսկ այս ձևի մեր համար ականջներին շատ ռադիկալնի է հնչում, բայց սրա ամբողջ նպատակը, որ ես լինեմ քո կյանքի մեջ համար առաջինը։ Եվ ստեղ ասում է, ես եմ առաջինը եւ ես եմ վերջինը։ Ես քո կյանքի մեջ Աստված այսպիսի բան ասում է, կարամ լինեմ կամ առաջին տեղում։ Եթե հանկարծ ինձ առաջի տեղը չդրեցիր, միակ տեղը, որ ես կարամ լինեմ, դա լինելու եմ վերջում։ Ես մեջ տեղը ոչ մի տեղ չեմ ուզում լինեմ քո կյանքի մեջ։ Ես չեմ ուզում լինեմ քո կյանքի մեջ երկրորդը, երրորդը, չորրորդը։ Ես չեմ ուզում, որ մի քիչ դու ինձ սիրես, մի քիչ էլ այն մյուս բանը սիրես։
Չեմ ուզում, որ դու ինձ կես սրտով նվիրված լինես։ Ոչ, Աստված ասում է, ես այդպես չեմ կարող, ես այդպեսին չեմ կարող լինեմ քո կյանքի մեջ։ Կամ դու ինձ սիրում ես ամբողջությամբ, քո ամբողջությունով, քո ամբողջ զորությունով, կամ էլ չես կարող ինձ սիրել, չես կարող երկու տերերի ծառայել։ Կամ ես քո կյանքում լինում եմ համար առաջի տեղում, կամ մարդիկ կան ասում են, հա դե առաջի տեղում չի, բայց կարևոր տեղում է։ Ոչ, եթե առաջի տեղում չի, ինքը մնացած ոչ մի տեղերի մեջ համաձայն չի լինելու իմ կյանքիս մեջ։ Թվում է դες առաջինում չեմ, իմ տեղը վերջն է։ Ես գնացի վերջ։ Հիմա ինչ էր կատարվում Աբրահամի կյանքում եւ ինչ կարա կատարվի մեր կյանքում։ Աստված խոստացել էր Աբրահամին որդի եւ այդ որդին տվել էր։ Եվ այդ որդին նրա համար դարձել էր նածերության, նրա հարազատության, նրա խոստումի, նրա միակ երազանքը, ցանկությունը, փափագը եւ հանկարծ Աստված նկատում է, որ հնարավորություն կա, գիտեք մեր Աստված ինչով է սքանչելի, որ ինքը չի թողում, որ ես ընկնեմ նոր ինձ բարձրացնի, երբ որ ինձ տենում է, որ ես արդեն պետք է ընկնեմ, գալիս է ինձ ասում է, կարեն զգուշել այստեղ։ Կամ ինձ խրատում է, կամ ինձ սովորեցնում է, մեր Աստված այդպիսին է։ Իհարկե, եթե ես իմ գլուխը չեմ տնկում, ասում չէ, Տեր ջան, դու ճիշտ ես ու գնում եմ, ընկնում եմ։ Ինքը միշտ մեզ զգուշացնում է եւ պահում է։ Մենք կարանք այս բանը տեսնենք Աստվածաշնչի շատ տեղերի մեջ։ Աստված երբ որ իր ժողովրդին բերեց, հասցրեց խոստացված երկիրը, չասեց, ես սպասում եմ հեսա դուք, ասեց, լսեք, գալու է ժամանակ, որ դուք ինձ թողելու եք։ Ինքը արդեն զգուշացնում էր, զգուշ եղեք։ Դրանց այդ բարեկամություն եք անելու, չանեք այդպես բան, բայց շուտակի ժողովուրդը իրանց այդ համառությամբ գնացին եւ սխալ բաների մեջ ընկան։ Հիմա Աբրահամի կյանքում Աստված նկատում է, որ գիտես ինչ, ոնց որ Իսահակը ուզում է ավելի կարևոր դառնա նրա կյանքի մեջ։ Հիմա բերեք մի քիչ մեր կյանքի վրա վեսի ասեմ։ Գիտեք, բաներ կա, որ մենք Աստծուց ստացել ենք։ Ով ունի Աստծուց ստացված օրհնություն, երազանք, ցանկություն, փափակ, չէ՞։ Ունենք, շատ բաներ ունենք, թե ընտանիքի մեջ, թե կյանքի մեջ, թե գործի առումով, թե ֆինանսական կամ ֆիզիկական ինչ-որ բաներ, թե հոգևոր առումով ծառայության մեջ, որ Աստված ինձ մեկ էլ օծել է, օրհնել է, բարձրացրել է, իր գործի մեջ է հաստատել։ Եվ սրանք Աստծուց մեզ համար ստացած օրհնություններ են։ Բայց գիտեք, երբ հասկացվում խնդիրը, երբ որ Աստծուց ստացված այդ օրհնությունը հանկարծ սկսում է մեր կյանքի մեջ ավելի կարևոր դառնալ, քան ինքը Աստված։ Հանկարծ այն գործը, որ Աստված ինձ օրհնել է, դառնում է ավելի կարևոր, քան Աստված, որ ինձ այդ գործը տվել է։ Այն ֆինանսական օրհնություն, այն տունը, մեքենան, այն ընտանիքը, այն ծառայությունը, այն օծությունը, որ ես ունեմ, հանկարծ իմ կյանքի մեջ դառնում է ավելի կարևոր, քան Աստված։ Ես այնքան մարդկանց մասին եմ լսել, որ իրանք մեծ Աստծո ծառայողներ են եղել, բայց հետո սկսել են ծառայել առանց Աստծու։ Աստված այլևս իրանց ծառայության մեջ չեղել, բայց իրանք շարունակել են ծառայել Աստծուն։ Ու ոչ թե ծառայել Աստծուն, այլ իրանց այդ գործը անել կամ իրանց այդ բանի մեջ լինեն, առանց Աստծու։ Գիտեք, սա տրագեդիա է։ Երբ որ ես Աստծուց առած, բայց հանկարծ դա դառնում է իմ համար ավելի կարևոր։ Եվ երբ որ Տերը տեսնում է նման բան, որ կարա ինչ-որ բան իմ կյանքի մեջ ավելի կարևոր դառնա, ավելի արժեքավոր դառնա, քան Աստված, Աստված սկսում է բաներ կատարել իմ կյանքի մեջ, միակ նպատակով, որպեսզի իմ սրտի մեջ տեղի ունենա արժեքափոխություններ։ Որպեսզի իմ կյանքի մեջ տեղի ունենա արժեքների ճիշտ տեղադրում, որպեսզի առաջինը գա առաջին, երկրորդը երրորդը գնան դառնան երկրորդ կամ երրորդ մեր կյանքի մեջ։ Եվ սրա պատճառով կամ սրա համար Տերը կարա մեր կյանքի մեջ բաներ թույլ տա։
Տերը կարա մեր կյանքի մեջ խնդիրներ թույլ տա։ Տերը կարա մեր համար անենց բաների միջով մեզ անցկացնի, որը մեր հասկացողության կամ չգիտեմ տրամաբանության մեջ չտեղավորվի Տեր ինչի համար, բայց երբ որ անցնում ես սրա մեջ մեկ էլ սկսում ես Աստծուն փնտրել, մեկ էլ իմի ես գալի ասում ես Տեր Աստված, ախոր ես ինչ եմ թողել, ուր եմ եկել հասել, այսինքն քո կյանքի մեջ տեղի ունենում արժեքափոխություններ, տեղի ունենում ճիշտ տեղադրում ամեն բանի արժեքների, ասենց ասեմ, ավելի ոչ թե արժեքափոխություն, այլ արժեքների վերադրում կամ վերադասավորում։ Դու առաջինը նորից սկսում ես բերել, դնել իր առաջին տեղը։ Այն երկրորդը, որ տենում ես հանկարծ, եւ մի բան էլ ասեմ, գիտեք, սա անպայման չի, որ մենք հասկանալով անենք, շատ ժամանակ սա տեղի ունենում մեզանից անկախ, մեզանից աննկատ ձևով։ Ես համոզված եմ, որ Աբրահամի կյանքում Աբրահամը չէր իր որդուն բարձրացրել, այլ դա տեղի էր ունենում աննկատ ձևի, դրա համար Աստված այսպեսի մի բան թույլ տվեց Աբրահամին, որպեսզի առաջինը գա կանգնի իր առաջի տեղում։ Եվ երբ որ Աբրահամը եկավ եւ վերցրեց դանակը, որ պետք է արդեն զոհաբերեր Իսահակին, Աստված ասեց՝ հոբ, կանգնի։ Всё, այն ինչ որ պետք էր քո կյանքի մեջ տեղի ունեցավ։ Ոչ թե ես հասկացա, այնտեղ գրված է, ասում է եւ Աստված ասաց, ես արդեն իմացա, լսեք, եկեք ճանաչենք մեր Աստծուն։ Աստծուն պետք չի տենա նոր իմանա, Աստված առանց տենալու արդեն ամեն բան գիտի։ Աստված այդ պահին գործը տեսավ, կատարվեց Աբրահամի սրտի մեջ։ Ամեն բան ընկավ իր տեղը, հոբ Աբրահամ, բավական է։ Ամեն բան իր տեղում է։ Հենա գառը գնա վերցրա եւ իրան զոհաբերի քո որդու փոխարեն։ Եվ սա այն է, ինչը որ մենք կարիք ունենք, որպեսզի երբեմն առ երբեմն կատարվի մեր կյանքի մեջ։ Նորից եմ կրկնում, պարտադիր չի, որ ես հասկանալով դա անեմ, երբեմն առանց գիտակցելու, առանց մտադրված լինելու դրան, մեկ էլ տենում ես բաները բարձրանում, որ ոչ կարևոր է, ուզում է գրավի կարևորի տեղը։ Եվ Աստված թույլ է տալիս նման բաներ, որպեսզի ամեն բան իր տեղը վերադարձնենք։ Եվ որպես հետևանք այս ամենի, Ծննդոց 22-րդ գլխի 15-րդ խոսքում, երբ որ Աբրահամի կյանքում ամեն բան իր տեղն ընկավ, Աստված եւ Աստծո հրեշտակը երկրորդ անգամ երկնքից Աբրահամին կանչեց եւ ասեց. Ինձանով երթում եմ անում, ասում է Եհովան, որովհետև դու այս բանն արեցիր եւ քո մեկ հարտիկ որդին չխնայեցիր, քեզ օրհնելով կօրհնեմ եւ քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող ավազի պես շատացնելով կշատացնեմ։ Մինչև այս պատմությունը Աստված քանի անգամ խոսել էր Աբրահամի հետ, միշտ իրան ասել, ես քեզ օրհնելու եմ, ես քեզ շատացնելու եմ։ Այդ դեպքից հետո Աստված ինչ ասում է ոչ թե քեզ օրհնելու եմ, ասեց ես քեզ օրհնելով օրհնելու եմ։ Ոչ թե քեզ շատացնելու եմ, ասես քեզ շատացնելով շատացնելու եմ։ Այսինքն Աստծո օրհնությունը կրկնապատվեց Աբրահամի կյանքում։ Մենք այս նույն օրինակը տեսնում ենք Հոբի կյանքի մեջ, երբ որ Հոբը դժվարության միջով անցավ, երբ որ ինքը անցավ այն բանի միջով ու վերջում կանգնեց, ասեց Տեր Աստված, ես քեզ չեմ ճանաչել, բայց հիմա ճանաչում եմ քեզ, Աստված ինչ արեց Հոբին, կրկնապատիկ ձևով օրհնություն բերեց իր կյանքի մեջ։ Գիտեք, ուզում ենք արդյոք աճել, ուզում ենք արդյոք օրհնվել, ուզում ենք արդյոք այն օծությունը, այն գործը, այն պտուղները, որ կա մեր կյանքի մեջ կրկնապատկվեն։ Շատ ենք ուզում։ Ինձ թվում է ամեն Աստծուն սիրող մարդ կուզենա։ Մենք կուզենանք, որպեսզի երկու անգամ շատ լինեն փրկվածները, կակ մինիմում։ Հետո այդ շատերը երկու անգամից էլի մի անգամ էլ երկու անգամ եւ մինչեւ որ բոլորը փրկվեն։ Մեր փապագը սա է։ Մենք ուզում ենք արդյոք այն ծառայությունը, այն օծությունը, որ կա մեր վրա, որ կրկնապատիկ լինի։ Այո, ուզում ենք։ Մենք ուզում ենք, որպեսզի օրհնությունը, որով մենք օրհնված ենք, ավելին լինի։ Այո, ուզում ենք։ Բայց գիտեք, սրան գին կա։ Պետք է Աստված ամեն բան իր տեղը դնի։
Եվ եթե ամեն բան իր տեղը ընկավ, իսկ սա միանգամվա բան չի, սա կարող մեր կյանքի մեջ սենց պարբերաբար կրկնվի, որովհետև մենք ինչ որ բանով սենց գրավված, ինչ որ բանով, ինչ որ գործերով մեկ էլ աննկատ ձևի, մեկ էլ տեսնում ենք, հոպ, ինչ որ բան իր տեղից շարժվել է, Աստված ասում է, հոպ, հիմա պետքա բան անեմ, տեղաշարժ անեմ քո կյանքի մեջ, արժեքների տեղադրում պետքա անեմ։ Եվ երբ որ դա կատարվում է, երբ որ մենք հոժարվում ենք, երբ որ մենք հնազանդվում ենք, հավատացած եղեք Տիրոջ օրհնությունը կրկնապատկվում է, բազմապատկվում է մեր կյանքերի մեջ։ Ամեն։ Սա մեր Աստծո սքանչելի ծրագիրն է։ Նա բարի է, ճանաչիր քո Աստծուն, վստահիր քո Աստծուն, նա բարի եւ բարիանող, նա արժեքները տեղադրող է եւ կրկնակի օրհնությունով մեզ օրհնող։ Ամեն, այսպիսին է մեր Տերը։ Եկեք կանգնենք նրա ներկայության մեջ եւ ինչ որտեղ քննելով մեր կյանքերը, ինչ որտեղ խոնարհվելով եւ հնազանդվելով նրան, եթե անցնում ենք նման բաների միջով, այո, շատ սքանչել է, երբ որ ես հասկանում եմ ինչա կատարվում։ Եթե չեմ անցնում ինչ որ բանի մեջ, լավ կլինի ես մինչև անցնելս ճանաչեմ իմ Աստծուն, որպեսզի երբ որ անցնեմ, Աբրահամի նման կարողանամ ճիշտ որոշումներ կայացնեմ, որպեսզի այն օրհնությունը, այն ծրագիրը, որ Աստված ունի ու քո համար պատրաստած, Աստված կարողանա ամբողջությամբ իրականացնել։